Հասարակական գործիչներից մեկը հարցնում է. կարող ես տալ քաղբանտարկյալների այսօրվա ցուցակը։ Հումոր ընկալեցի դա, բայց դա իրականություն է։ Քաղբանտարկյալների ցանկը ամեն օր թարմանում է նոր անուններով։ Մեր լրատվականներիս ամենաշատ լուսաբանած բաները վերջին 5 տարիներին եղել են դատարանների ներսից կամ բակից նկարահանումները։ Ցերեկը լուսաբանում ենք քաղբանտարկյալների դատավարությունները, գիշերը լուսաբանում ենք կալանքի դատավարությունները։ 5 տարում ունեցել ենք հարյուրավոր քաղբանտարկյալներ, 1000 քաղհալածյալներ։ Այս պահին 50-60 հոգի ունենք կալանավորված։ Էլ աշխարհահռչակ գործարար, էլ բարերար, էլ արքեպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ, համայնքապետեր, զոհերի հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ այլն։ Երեք դատարանը քննում էր Բագրատ Սրբազանի եւ 17 այլ քաղբանտարկյալների գործը։ Մարդկանց վրա դրել են ահաբեկչության խիստ ծանր մեղադրանք։ Նման ծանր մեղադրանքի նպատակը, կարծում եմ, վարկաբեկելն է։ Մարդուն ահաբեկիչ ներկայացնելը հեղինակազրկելու համար շատ կարճ ճանապարհ է։ Ուղղակի լավն այն է, որ ոչ մեկ չի հավատում, ու առաջին հերթին մեղադրանքը ներկայացնողներն ու հանձնարարողները։ Ամեն դատական նիստի ժամանակ մի քանի հոգու կալանքը փոխվում է։ Ծանր մեղադրանքներ են առաջադրել ու կալանքը փոխում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ չհիմնավորվող մեղադրանք է, շինծու բան է,